Առնու լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն 2024 թվականի օգոստոսի 7-ին Երևանի կենտրոնում Սայաթ Նովապողոտայի թիվ 15 հասցեի մոտ մեքենա է այրվում։ Դեպքով արտաքին գործերի նախարարության դիվանագետի են տանում քննչական կոմիտե հարցաքննության։ Ինչու՞։ Ժողովուրդ օրաթերթը օրերս հրապարակել էր, որ մարտի 25-ին իրավաբան Նեթը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ։ 2024 թվականի հուլիսի 3-ին, երբ գործարար Խաչատրյանը գնում է Մոսկվա, հանգրվանում հյուրանոցներից մեկում, հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները վերջինիս բերման են ենթարկում, նույն օրը ձերբակալում։ Իսկ ահա 8 ամիս է նա կալանքի տակ է, իսկ հարազատները բարձրաձայնում են. սա պատվեր է, կոնկրետ հանցավոր խմբի կողմից։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Մարինա Խաչատրյանը, որը բարձրաձայնում է տևական ժամանակ իր հոր շուրջ կատարվող իրադարձությունների մասին, ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ։ Վերջինիս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում, կատարելով հյուպատոսի պարտականությունները։ Գործարար Խաչատրյանի դուստրը համոզված է, որ իր հոր դեմ պատվեր է իջեցվել անդրազգային հանցավոր խմբի կողմից, որը շարունակում է ահաբեկել իրենց ընտանիքը շորթում կատարելու մտադրությամբ։ Ըստ իր հոր կալանքի տակ պահելով փորձում են իրենցից գումար շորթել ու իրենց ներքաշել տարբեր պատմությունների մեջ։ Իսկ ինչ պատմության մեջ։ Ըստ նրա ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։ Գաղտնի վկաներից մեկը ըստ Մարինա Խաչատրյանի իր մոր մանկության ընկերուհին է։ Այս գաղտնի վկայի հետ կապը Խաչատրյաններն ընդհատել են ՌԴ-ում տեղ ունեցած իրադարձություններից առաջ։ Նրանց հայտնի էր դարձել, որ նշվածքինը իրենց պատկանող գույքերը գրավադրել է իրենց համար անհայտ պայմաններում։ Այդ մասին նրանք ավելի ուշ իմացել են եւ պարտավորեցրել են նրան հանել գրավադրված գույքերը։ Այստեղից էլ սկսվել է իրական պատմությունը։ Եվ Մարինա Խաչատրյանը կասկածներ ունի, որ գաղտնի վկան հենց ինքն է մեքենան այրել, փորձելով Խաչատրյաններին ներքաշել մեկ այլ պատմության մեջ, ցույց տալով, թե իբր Խաչատրյաններն ուզում են իրենից վրեժ խնդիր լինել։ Ասել է, թե Երևանի կենտրոնում մեքենայի այրումը դիտավորյալ է եղել, այսպես փորձելով գործարարի ընտանիքին ներքաշել պատմության մեջ։ Ինչ է կատարվում արտաքին գործերի նախարարության դիվանագետ Մարինա Խաչատրյանի ընտանիքի շուրջ։ Ինչու հենց իր հայրը։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք անձամբ ստանալ Մարինա Խաչատրյանից։ Տիկին Խաչատրյան, ձեզ մի քանի հարցեր էլի ուղղեմ։ Ճիշտ ասած, մենք հրապարակում էինք ունեցել, որ դուք լինելով արտաքին գործերի նախարարության դիվանագետ, հայտնվել եք պատմության մեջ, ձեր հայրիկն է հայտնվել։ Հակիրճ կներկայացնեք ինչ պատմության մասն է խոսքը եւ ըստ էության ձեր Facebook-յան էջում գրված էր, որ հենց դուք ԱԳՆ դիվանագետ եք։ Շարունակում եք այնտեղ ձեր գործունեությունը։ Այո, շարունակում եմ, արդեն 10 տարուց ավել է ծառայում եմ, բայց այդ պատմությունը մանրամասն ես ներկայացրել եմ իրավաբան.net-ում իմ հարցազրույցները տեղադրված են։ Այս համար մի հարց անհասկանալի մնաց, եթե սպանության փորձ տեղի չի ունեցել, այդ դեպքում ձեր հայրիկին ու չեն կալանավորել։ Այս հանցավոր խումբը մասին ես խոսում եմ, այս դեպքը օգտագործելով, այսինքն իմ ամուսնալուծության փաստը, այս ամբողջ պատմությունը հորինել են, որպեսզի հորս գլխին խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի Դաշնությունում ու այդ միջոցով մեր վրա ճնշումներ գործադրելով մեզանից առանձնապես մեծ չափի գումարներ շորթեն։ Այսինքն սա ձեր հետ անձնական կապ չունի այս դեպքը, բացառապես ֆինանսական խնդիրներ են ուզում ձեր առաջ ստեղծեն։ Ինչու հենց դուք, Տիկին Խաչատրյան, կամ ձեր հայրիկը։ Ցավոք սրտի, որովհետև մեր բարեկամներն են այս հանցավոր խմբի կազմակերպիչը հենց անդամներն էլ հարազատ մարդիկ են։ Անուններ չեք տալիս։ Դեռ ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, բայց եթե այսպես շարունակվի, իհարկե ստիպված եմ լինելու անուններ հրապարակել ու ոչ միայն անուններ, լուսանկարներ ու ոչ միայն այս հանցավոր խմբի, նաև այն պաշտոնյաների, ովքեր օժանդակել են ու օժանդակում են իրենց, որպեսզի այստեղի քրեական գործը մնա չբացահայտված։ Այսինքն այստեղ գործող պաշտոնյաներ կան, որ ամեն ինչ անում են, որ գործը չբացահայտվի։ Այո, կան։ Անուններ կտակ, Տիկին Խաչատրյան։
Այս պահին չեմ ուզում անուններ տալ, բայց եթե այսպես շարունակվի, եթե այսպես իներտ մնացին մեր իրավապահ մարմինները ու գործը մնաց այսպես կախված վիճակում, ես ձեզ կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ՀՀ եւ ռուսական լրատվամիջոցներ ու ձեր ներկայությամբ ես կհրապարակեմ բոլորի անունները։ Տիկին Խաչատյան, ես կուզենայի, որ նաև այս մի հարցին պատասխանեք։ Չէ, ձեզ մի շատ կարճ մի հարցադրում։ Մեքենայի այրում էր եղել, հրկիզվել էր, կենտրոնում էր այդ մեքենան հրկիզվել։ Այս գործի շրջանակներում դուք հարցակնվել եք, ձեզ կանչել են, ձեզ հետ ինչ կապ ունի, որովհետև ձեր անունը տալիս էին։ Ես նորից եմ կրկնում, իմ հետ բացարձակ կապ չունի, այդ մեքենայի հրկիզումն էլ եւս մի միջոց էր, որպեսզի մեր ընտանիքի վրա ճնշում գործադրվեր, այսինքն գնային ինձ վրա հաղորդում տային, կազմակերպելով իրենք այդ ամեն ինչը, որպեսզի ինձ այստեղ քրական գործի մեջ ներգրավեին որպես մեղադրյալ, բայց քննության արդյունքում այդ գործի քննության արդյունքում պարզվեց, որ ես կամ իմ ընտանիքը որևիցե կապ չունենք այդ մեքենայի հրկիզման գործի հետ։ Հարցանքվել եք այդ գործի։ Նոր գործ է հարուցվել ու այդ նոր գործի շրջանակներում ինձ, իմ հորը ու մորը ճանաչել են տուժող։ Դուք ինչ պետական կառույցների եք դիմել, նշում եք, որ պատկան մարմինները, եթե որևէ քայլեր չանեն, դուք անուններ եք տալու, կնշեք կոնկրետ որ մարմիններին եք դիմել։ Դիմել եմ ՀՀ քննչական կոմիտե, գլխավոր դատախազություն, դիմել եմ ԱԱԾ, դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, դիմել եմ ԱԳՆ, այդպես։ Իսկ այս դեպքը վաղուցված դեպք է, ինչու եք հիմա բարձրաձայնում, նոր է դեպքը եղել։ Շորթման փորձերը մինչև հորս ձերբակալումն են տեղի ունեցել, ես իմ տեսանյութերում կներեք էլի շտապում եմ, նշել եմ, որ այս ամեն ինչը սկսվել է դեռ դրանից առաջ, բայց քանի որ մտերի մարդիկ են եղել, մենք իրանց ուղղակի խնդրել ենք, որ դիմեն դատարան, եթե ունեն մեր հանդեպ ֆինանսական պահանջ, մենք կկանգնենք դատարանի առաջ, այդ հարցը կլուծենք, բայց քանի որ իրանք քաջ գիտակցելով, որ դատարանը չի բավարարելու իրանց պահանջը, դիմեցին այս կեղտոտ քայլին, որ հորս դեմ այս ամեն ինչը կազմակերպեն, այդ մարդը փաստացի պատանդի կարգավիճակում էս պայն ՌԴ-ում է, որի դեմ ոչ մի ապացույց չկան, կան երկու գաղտնի վկայի ցուցմունքներ, իսկ այդ գաղտնի վկաները մեր այստեղի քրական գործով անցնողներն են։ Պաշտոնյաներ են։ Ոչ, իրանց օժանդակում են պաշտոնյաներ, ովքեր չգիտեմ ինչ պատճառ Գումար են էլի ուզում ձեզանից։ Պաշտոնյաները ոչ, պաշտոնյաները ուղղակի չեն թողնում, որ այս գործը բացահայտվի։ Իսկ կոնկրետ այս շորթող խումբը ամենօրյա ռեժիմով մեզ սպառնում են, ահաբեկում են տարբեր ձևերով, որպեսզի իրանց պահանջը բավարարվի։ Իսկ դուք ԱԳՆ-ում եք աշխատում, Արարատ Միրզյանը տեղյակ է այս դեպքից։ Դե եթե բոլորը տեղյակ են, կարծում եմ ինքն էլ է տեղյակ։ Այդքանը ավել չեմ ուզում մեկնաբանեմ, շնորհակալ եմ։ Ովքեր են հանցավոր խմբի պարագլուխները, ինչ է հայտնի իրավապահներին, ինչ գործողությունների կդմեն Հայաստանի Հանրապետության իրավապահները գործարարի դիվանագետ դստեր ահազանգերի մասով, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Փաստը մեկ բան, դուստրը պատրաստվում է եւ առաջիկայում չի բացառվում անուններ տալ, այն էլ հայտնի անուններ։ Ավելին, Մարինա Խաչատրյանը իր Facebook-յան էջում գրել էր. «Դիմում եմ ձեզ նշյալ հանցավոր խմբին ուղակի կամ անուղակի օժանդակող պետական պաշտոնյաներ ու ոչ միայն։ Զգուշացնում եմ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան սպայի քավորին ու ընկերոջը։ Դադարեցրեք այս ամեն ինչը ու կանգ առեք։ Իմ անմեղ հայրս անհապաղ պիտի ազատվի կալանքից»։ Իսկ ինչ է անում քննչական կոմիտեն վերոնշյալ քրեական գործով։ Դիմեցինք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին 0708-2024 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կազմվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Ավելին, քննչական կոմիտեից հայտնեցին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում արդեն իսկ 20/08/2024 թվականին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին մասի եւ 195-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սա էլ դեռ վերջը չէ։ Ըստ քննչական կոմիտեի 10/09/2024 թվականին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերի, 318-րդ հոդվածի առաջին մասի, 319-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ասել է, թե նախաքննական մարմինը մի քանի վարույթներ է նախաձեռնվել։ Մենք կհետևենք նախաձեռնված վարույթների ընթացքին։